Ողջույն Օրագի Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստ էությանն է մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանին։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Սիրով, պարոն Ղազարյան, Նիկոլ Փաշինյանն ու իր կուսակցականները, այսպես ասած, ինչպես իրենք են ասում, ներքին քարոզարշավ են սկսել, այցելում են մարզեր, ճանապարհին էլ կարկանդակ եւ եգիպտացորեն են ուտում։ Ինչպես եք նախ այս process-ը գնահատում, արդյոք գործ ունենք ներկուսակցական ժողովրդավարության հետ, ինչպես ԿՊԱ-ականներն են պնդում։ Նախ դա խափում են հերթական անգամ խարդախություն է, որովհետեւ այն ինչ որ իրանք են անում, դա բաց արտաքին քարոզչություն է, դեռևս պաշտոնապես նախընտրական քարոզչությունը չմեկնարկած, որովհետեւ ներքին կուսակցական քարոզարշավը դա պետք է լինի միայն կուսակցականների շրջանում փակ ձևաչափով հանդիպումների ընթացքում, ընդ որում ոնց որ հասկանում եմ դրա իմաստը պետք է լինի այն, որ քանի որ ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ առնվազն 10 անդամների համամասնական ցուցակի որոշումը պետք է արի կուսակցության բարձրագույն մարմնում, իրանք որոշել են 50 հոգուն։ Հիմա ոնց որ հասկանում եմ, տրամաբանությունը այն է որոշում, որ այդ իրանց համամասնական ցուցակի 50 հոգին ինչ դասավորություն պիտի ունենան, դրա քարոզարշավն է։ Ու այդ դեպքում մեջ միացին Երևան կանոնավոր ուղևորափոխադրման ուղևորների հետ իր հանդիպումը դրա շրջանակներում, ես չգիտեմ ինչ կապ ունի իրանց ներքին կուսակցական քննարկումների հետ կամ չգիտեմ մեծամորում նարդի խաղալը կամ բլոտ խաղալը մի ուրիշ տեղ էդի խափում են մարդկանց, այսինքն այդ միջոցառման անվան տակ իրականացնում են բաց քարոզչություն ամբողջ համամասնական ցուցակի այդ 50 տեխնացուներով, արդեն առաջադրված տեխնացուներով, որոնք ի դեպ նաև բարձրաստիճան պաշտոնատար անձինք են։ Ես մի բանի վերաուշադիր եղա, որ նախորդ կիրակի օրը տրվելով այդ եգիպտացորեն եւ կարկանդակ ուտելով նա մոռացել էր, որ եկեղեցու դեմ է պայքարի դուրս եկել եւ սա այս շրջանում առաջի դեպքն էր, երբ որ նա կիրակի օրը բաց թողեց եկեղեցի չայցելեց, իսկ դրանից առաջ էլ մի հատ ձախողում էր ունեցել, որ Սևանի եկեղեցում իր ներկայությամբ չէր զերծվել վեհապարեանը եւ եղել էր նորմալ կանոնական պատարագ։ Ես ուզում եմ հիշեցնել մեր հեռուստադիտողներին, որ ինքն էր ժամանակին կոչ անում մարդկանց, որ եթե առանց իր ներկայության գնում են պատարակներ եւ այնտեղ հնչում է վեհապարեանը, պետքա մարդիկ իբր եկեղեցիներում բարձրաձայնեին, բղավեին, բունտ անեին, ասեն, որ այդ անունը, բայց ինքը Սևանի եկեղեցում իրան շատ նորմալ է պահել այդ ժամանակ, չի գոռացել, չի աղաղակել, չի կծել ոչ մեկին, քացի չի տվել եւ իրան շատ նորմալ adekvat է պահել։ Ես հասկանում եմ, որ նա գոնե եկեղեցու դեմ պայքարի իմաստով պիտի արձանագրենք, որ տապալվել է։ Իսկ ինչ վերաբերում է ձեր ասածին, դա թատերական ներկայացումներ են, որովհետեւ այդ կարկանդակ եւ եգիպտացորեն ուտող կերպարի մեջ ներկայացող մարդու մեկ օրվա պահպանման ծախսը կառավարական ամառանոցում կազմում է մոտավորապես 1,700,000 դրամ։ 1,700,000 դրամին եթե Դիլիջանի ոլորանների գնով հաշվենք, ընդ եգիպտացորեն ավելի թանկ է, քան ուրիշ տեղեր, դա անում է մոտավորապես 17 տոննա կուկուռուզ։ 17 տոննա կուկուռուզը եթե հանձնվի նորմալ անասնապահական ֆերմայի, շատ բարձր մսատվություն եւ կատնատվություն կարելի է ապահովել, քան կարելի է դա այդ արդյունքը ստանալ այդ ավտոբուսի 50 ուղևորներից։ Հենց որ ես կարծում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացվի եւ այդ գումարը բաշխվի անասնապահությամբ զբաղվող տնտեսություններին, մենք մեր հասարակության մեջ շատ ավելի օգուտ կարանք ունենանք, քան այդ խարդախներին։ Ալեն Սիմոնյանը այդ օրը կարկանդակ ուտելուց վերադառնալուց հետո գնացել էր եւ չգիտեմ ատամ հատիկ էր թե նշանդրության, չգիտեմ, ինչ որ իր տարիքին ոչ համարժեք մի հատ միջոցառման էր մասնակցել Դվին հյուրանոցում համալիրում գտնվող մի Հայաստանի ամենաթանկ ռեստորաններից մեկում։ Ես ուզում եմ իմանամ, հետաքրքիր է, ինքը ասում է այնտեղ մոտ 325,000-ից ավել հաշիվ է, այնտեղ միայն պերաշկի են կերել հյուրերը, թե 350,000 դրամին դա բավականին մեծ քանակ է անում, եթե կարտոֆիլով հիմա պասի շրջանը 150 դրամանոց կլներ, այդքան դժվար կլներ էլի, որ իրանք այդ հյուրերի փոքր կազմով այդ
Այսինքն ինքը ամենաթանկ ռեստորաններում ժամանցներ է վայելում։ Մարդկանց խաբում են, թե իբր իրենք կարկանդակ ուտողներ են, երբ որ իրանք մարդկային կյանքեր են ուտում, երբ որ իրանք հայրենիք են ուտում, երբ որ իրանք ժողովրդի դարերով ստեղծված հարստությունն են ուտում։ Ույս մարդկանց ներկայանում են իբրև ասենց, օրինակ ասենք իր այդ նշանադրության քաղցրավենիքը տորտ է եղել, թե կորժիկ, ինձ շատ հետաքրքիր է, էլի ասենք իրանք հարսը ինչն է կտրե, որ իրանք ուտեն, էլի, տորտ թե կորժիկ։ Դե ասում եմ ուղղակի այդպես ընթրիք է եղել, ոչ մի ինչ որ։ Հա, ձևավորումը եղել է ռեհանով, սոխով եւ Ձևավորում չի եղել, ինչպես ինքն է ասում, եւ այդ ասում եմ ծաղիկներով նկարները, որ տարածվում է, նույնիսկ իր այդ ընթրիքից չի։ Այսինքն սեղանը եթե ծաղկային ձևավորում էլ է, դա եղել է բան ռեհանով 150 դրամ մի կապը։ Պարոն Ղազարյան, վերջին շրջանում քննարկվեց այսպես Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի բաժանումը, որի մասին լուրերը նրանք հայտնեցին նախորդ ուրբաթ-օրը։ Լուրեր են շրջանառվում, որ սա ավելի շատ նախընտրական քայլ էր եւ կեղծ բաժանում էր, այսպես ասած։ Կիսում եք այս տեսակետը հաշվի առնելով, որ նաեւ այդ ներքին, ինչպես իրենք են ասում, քարոզարշավի ընթացքում տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է այսպես կրել իր ամուսնական մատանին։ Գիտեք ինչ, նրանց կյանքում ոչ մի բանը նորմալ չի։ Հետևաբար այդ կարգի նորություններն էլ չի կարելի նորմալ տրամաբանության մեջ ընդունել, էլի, հետևաբար ամեն ինչը ինչ որ մի ձևով բացատրելու տրամաբանությունը հիմնավոր է հնչում։ Դրանք նորմալ մարդիկ իրենց կյանքում երբ ոչ նորմալ նախ ասում ենք բաժանվեց, բայց ամուսնացածել են որ բաժանվեն, չէ՞։ Կապնվել են իրար հետ, իրար գլխի, այսքան տարի ապրում են, ոչ հասկանում ես դրանց տուն ինչա կատարվում, չէ՞, ասենք նորմալ ընտանիք դրանք երբեք չեն եղել, ասենք օրինակ հələ մինչև հիմա մարդկանց այդքան հետաքրքրում է, չէ՞, որ հետաքրքրում է ոչ թե իր ճակատագրով, այլ որպես պետական պահպանության օբյեկտ, ինչ ասես կարալ, ինչ ասենք նրանց տղան ուր է այսքան ժամանակ, ոչ ընտրողների ռեգիստրում հաշվառված է իր տվյալներով մարդ, Հայաստանում չի, կարող է նա թշնամու մոտ է, կարող է գերի է, չէ, ինչ որ մի ձևի վերցրել են իրանց վերահսկողության տակ, նրա միջոցով ազդում են սրա որոշումների վրա, ոչ բացատրում են, իրանց ոչ տանն է, ոչ հետները տեղ է գնում իսկան ժամանակ։ Այն մի աղջիկ Գերմանիա էր սովորում, հիմա եկել են երկու քուր կպել են խեղճ ձիուն, տենում են, ասենք իրանց մերը իրանց հորից բաժանվել է, գոնե իրանք էլ է ձիուց բաժանվեն։ Գնացեք կպել են այդ խեղճ կենթանուն են ընդից տանջում, սկի չես հասկանում ինչով են զբաղվում առավոտից իրիկուն։ Սրանք ոչ եկեղեցում են ամուսնացած, ոչ ԶԱԳՍ-ով էին ամուսնացած, որ հիմա ասես բաժանվել են։ Հետո Աննա Հակոբյանը, ինչքան որ ես եմ հասկացել, նա այնց սովորական տենց կնոջ կերպարում չէր էլի, ոնց որ ընդունված է։ Նա շատ իշխանական հավակնություններով, նա իշխանության մեջ մեծ դեր է ունեցել պետական որոշումների վրա, շատ մեծ ազդեցություն ունեցող եւ պատահական չի, ես կարծում եմ, տարբեր պատճառաբանություններ կարան լինեն այս նորությունները, որտեղ որ կարծում եմ, որ անձնական, ընտանեկան, ամուսնական հարաբերությունները կարող են ամենավերջին պլանի վրա։ Նոր էլի ա եղել, որ մարդիկ ամուսնանում են, ամուսնալուծվում են եւ բայց ոչ մեկը իր վեշերը չի նկարում էլի բաժանվելուց դնի Facebook ասի, որ ես իմ այտենց առաջին անգամ տենը, որ կին ամուսնուց բաժանվի եւ Facebook-ում հանրությանը դրա մասին ասենք ու բաժանվես ջանդան բաժանվես, չէ՞, ասենք բաժանվի, ասենք մեզ դրա մասին օրինակ դու ինչ ես հայտնում, ում կարա հետաքրքրի, եթե դա թատերական չի, եթե դա ուրիշ նպատակ չունի, կամ ասում է, ես իմ շորերը թողնում եմ պետության, ասի պետությանը թողնում ես, որ քո շորերը ով հագնի, կամ որ մի շորն ես թողնում, այն օրինակ են ամուսնու հետ, որ ամառը դուրս եկե մանգալի մոտ կոմբինացիա է, օրինակ ինի թողելա թե տարելա, ես տենց էլ չիմացա։ Բայց եթե որոշ բաներ ցույց ես տալի, ինչի է մնացածը ցույց։ Մատ հələ հերթով հանի հատիկ ցույց տու տենանք ինչն ես տանում, ինչն ես թողնում, կամ պետությանը որ թողնում ես պետությունով, հիմա ասենք թե դրա շորի տանեք տանք Արարատ Միրզյանի կնի կհագնի։ Ասենք պետական կարիքների համար հիմա պետական պաշտոն ես զբաղեցնում դու հագի, հա, դες պիտի լինի, քո շորերը պետությանը թողնելը որն է։
Գուցե թանկ շորեր են վաճառել։ Չէ, ասենք հիմա թանկ հակաշորերը second hand արդեն թանկը հակավել է որտեղից է լավ թանկ։ Ոչ էլ ասենք ինքը, չգիտեմ, պրինցեսա Դիանան է, որ իր շորերը հիմա հանենք աճուրդի, սենց սկսենք սակարկել, թե որից բաժին կհասնի, տները ծախենք, այդանք Աննա Հակոբյանի շորերը առնենք։ Ասենք ակնհայտ թատերական բաներն են անում։ Ես սրանց ճիշտ ասած հարաբերությունների մեջ որոշակի բան նկատել եմ, երբ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում առաջադրումներ էր, այն պահին, որ ես նկատեցի, որ ոչ այդ Աներձակ Հրաչը առաջադրվեց, ոչ Լենա Նազարյանը, որ իմ քայլը հիմնադրամի հիմիկա հոգաբարձների խորհրդի նախագահ, մատ Էդգար Հակոբյան գունեն, Հակոբյանի ազգային, այդ իրանց մերձավոր շրջապատ Աննայի ազդեցության մարդիկ, որ արդեն չէին առաջադրվում։ Եթե նկատել եք, այս վերջի շրջանում միանգամից խրտ կտրվեց նաև այդ տգետների դպրոցի սեսիաները, չէ՞։ Ամուսիններով շաբաթեր տարբեր մարզեր էին գնում, մշակույթի դահլիճներ էին վերցնում, բան դիմավորեք, Աննաներ ասում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Վինհելն են միկրոֆոնը ասես կապած, գալիս էր ոնց որ ասենք iPhone 15-ն է էլի շնորհանդեսն է, այդ թատրոններն էլ վաղուց ավարտվել, չի ասենք մի օրում քան իրանք կարևորում էին մարդկանց կրթելը, բան մեկ է խրտ, մի օրում մարդիկ մնացին առանց կրթության իրենց։ Այդ եմ ասում, դրանց ոչ մի բանը նորմալ չի եւ կարծում եմ, որ քանի որ Աննան ինքը ազդեցություն ունեցել իշխանության համակարգում, սա ոչ իմ տպավորության ոչ այնքան ամուսնական վեճ է, ոչ որքան ներիշխանական։ Այսինքն նա փորձել է սաստել Աննայի ազդեցությունը պետական ոլորտի վրա, նա էլ չի հաշտվել դրա հետ եւ ընդ որում նայեք ինչն է հետաքրքիր, որ նաեւ նա հեռացրել է նրան կառավարական ամառանոցից, որովհետեւ այդ ամառանոցային տնտեսությունում այնտեղ բազմաթիվ դեռ դատարկ շենքեր կան։ Ասենք նորմալ մարդը պիտի մտածի, չէ, որտեղ են ապրելու, ինչ անելու, փոքր երեխան հետ նա երևի բան նկարար, չէ, շինություններից մեկը հատկացներ ասեր դու ընդեղ, բայց նա հեռացրել է ամառանոցից, ինքն վտանգ է զգում էլի դրանից իր այդ նույն տեղում լինելու դեռևս պետական պահպանության տակ լինելու պահպանության աշխատակիցների միջոցով վերեն դուրս գալու պետական պահպանության ծառայության պետ Աննա Հակոբյանի թիկնապահն էր, չէ՞։ Դե ասում արդեն հրաժարվում է նաև դրանից Աննա Հակոբյանը։ Դե Աննա Հակոբյանը չի հրաժարվում, իսկ խնդրել է որ դրսում իրեն տեսնեն չվիրավորեն։ Բա ինչ պիտի անեն։ Բազար ուրիշ հարցեր կա, չասենք, բա ինչ անեն։ Ասի էլ ինչ ա ուզում որ անեն։ Մենք վերաբերվեն, ողջունեն, գուցե վերաբերվեն, բաժանվել է, չէ՞, վերջո։ Պարոն Ղազարյան, Աննա Հակոբյանը նաև այդ տեսանյութում մտավախություններ հայտնել, որ հնարավոր է քրեական հետապնդման ենթարկել բարեգործության ինչ-որ արգելքը խախտելու համար։ Ինչ է կարծում, հնարավոր է նախընտրական այս փուլում Նիկոլ Փաշինյանը նման քայլի գնա եւ տպավորություն ստեղծի, որ ինչպես ինքն էր շատ անգամներ ասում, յուրայիններ եւ օտարներ չկան։ Հնարավոր է էլի թատերական բանի շրջանակներում որ տեսեք ես կոռուպցիայի դեմ պայքարում իմ համար կապ չունի, նույնիսկ իմ կնոջը կարամ հիշեք էլի դախը ներկայացումները դրանք այնքան են արել որ բռնվաղուց են էլի սրանք բռնվել պետք չի նոր բաներ բացահայտել 2021 թվականին հիշում եք որ ասում էր պատրաստ եմ որդուս տալ գերիների դիմաց երկու տեղ այդ հայտարարությունը արած Աշոտը ընդից ասաց ես պատրաստ եմ գնամ հետո Աննա Հակոբյան ասաց ես որպես մայր չեմ առարկում ոչ տվին, ոչ գերի եկա, ոչ իրան հանձնին, թե Ադրբեջանը չի համաձայնական։ Կարող է, էդ էլ կա, բայց դե ես չեմ էլ կարծում, որ իրանք այդ ուղղությամբ ինչ-որ քայլ են, պարզա որ այդ ամեն ինչ խո ինքը չէր ասում, որ իր որդուն պիտի հանձնի կամ որևէ մեկը չէր պայմանավորվել, չէ, գերիների հանձնումը տենց չի լինում, չէ, նա պայմանավորում են հետո են։ Ակնհայտ էր, որ դա թատերական, քարոզչական, որ տենց մարդկանց մոտ ցենց զոհի կերպարն է, որ տեսեք մեր վարչապետը անգամ իր տղուն միջալոց այդ խեղճ երեխեն, որտե քանի անգամ է թիրախավորվել, չէ։ Ինչ է 18 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխություն եղել է, հələ մի հատ հիշեք Աշոտիկի բանակ գնալ է էլի։
Դրան քյաչալացնելուց սկսած ամեն ինչից տեղյակ ենք, չէ՞։ Մենք Աշոտիկը պավեսկա ստացավ, Աշոտիկը դետազին կոմիսարիատ, հիմա գնացին սբորնի պունկտ, ինքը հրաժարվեց վիճակահանությանը մասնակցի, կամավոր ասած ուզում եմ գնամ Արցախի ՊԲ, հետո այդ սաղ Աշոտիկի տեսակցություններին մենք մասնակցել ենք, որ ընտանիքով եթում էին Աշոտիկին Արցախում տեսակցության, չէ՞, հետո Աշոտիկը զորացրվավ COVID էր, բայց պաչեց իր անգերներին տենց հուզիչ բան։ Հետո պատերազմի ժամանակ միթոմ Աշոտիկը իրավունք չունի գնա բանակ, որովհետև մի տարի զորացրվածներից, բայց ինքը կամավորագրվավ, ասին որ Աշոտը կամավորվավ, մոտ ուրիշներն է կամավորագրվեն 25 հոգի են իրենք կարծեմ բան դրանք։ Հետո գնացին պատերազմ, այնտեղ եսի մինչ օին էին հանե, չէ՞, պատերազմի շատ ականատեսներ բաներ ասում են, որ Իրան դե գտնվելու հետ կապված շատ երիտասարդների մահվան պատճառ հենց Աշոտի այդ հատվածում էլ հետո բերին գցեցին էր Ստեփանակերտում մի հատ պատվալեն մոր այդ նկարային դրե չէ որ տենց ես ասում եմ հիմա քնիչ հանրաժողով են մի տամ ստեղծե անկապ շոու են սարքում մտ կարան մենակ ասեն թե Աշոտ Փաշինյանը պատերազմի ժամանակ ըստ օրերի որտեղա գտնվե ու իրա գտնվելու վայրերին եթե ինքը առաջնագծում այլ է զոհերի քանակը այդ օրերին մեզ հրապարակեն վիճակագրություն անհատական տվյալներ պետք չի մի քանի բանով ես սրանց ամբողջ պատերազմական հանցագործությունը պատրաստ եմ բացահայտելու մենակ տան օրերով քանի մարդա զոհ է 44 օրյա ասեն ենթադրենք իրանք ասում են 3800 մարդա չէ կարան օրերով տան թե որ օրը քանի զոհ ա եղել ես չեմ ասում անունները որ մինչ հիմա չեն հրապարակում եւ օրերով տան թե որ օրը ռազմաճակատի որ ուղությամբ քանի ասենք սեպտեմբերի 27-ին քանի մարդ մահացե 28-ին քանի մահացե հոկտեմբերի 7-ին քանի մարդ մահացե Աշոտիկի գտնվելու տեղը քանի մարդ մահացե իրա որ հետ ա եկե Ստեփանակերտ դրանից հետո զոհ մենակ այդ մի քանի տվյալները այդ պատերազմի ամբողջ հանցագործությունը քահանան ջրի երես ու սրան իրանք միշտ օգտագործել են այդ նպա հետո հիշում եք մի հատ զոհված զինծառայողի մոր տարան դատեցին էլի սրա երեսից ինչ էր արել փողոցում տեսել էր թափառումա վերցել էր տալեր ինչ պիտի աներ պիտի լողացնեին ճիժվաթափանեին բաց թողեին էլ ինչ պիտի անեին տարան դատին օգտագործեցին առիթը սրան զոհված զինծառայողի մոր դատելու համար սրանց ընտանիքում ոչ մի բանը նորմալ չի ամեն ինչը ինչ որ մի նպատակով քարոզչական, չգիտեմ, հասարակական տրամադրություններ ստեղծելու նպատակով իրականացվող հիմա այդ գիմիկվա կատարվողն այդ շարքից է կարծում եմ։ Իսկ իշխանափոխությունից հետո ինչի համար պիտի քրեական հետապնդման ենթարկվի Աննա Հակոբյանը։ Դե հիմա էլ այդ եմ ասում, էլ այն ժամանակը իր տղոն մթով պատրաստ էր տար, հիմա էլ իր կնոջն է պատրաստ քրեական դե Աննա Հակոբյանն է որ պիտի քրեական պատասխանատվության ենթարկվի, դրանով չեմ կասկածում, բայց դրա գործած հանցանքները, ասենք միայն իմ քայլի հիմնադրամի կոռուպցիան չի որ պիտի լինի, էլի, իրանք պիտի ամուսիններով դատվեն, որովհետև աննորից եմ ասում, Աննա Հակոբյան իշխանության փաստացի մաս է կազմում եւ նա բոլոր պատասխանատու որոշումների կայացման գործում ներգրաված է եւ հետեւաբար իրանց կան այտենց պետական պաշտոնյաներ, որոնք իրանց կանանց մոտ են թողել իշխանությանը ու իրանց ճակատագիրն էլ ընդհանուր է եղել, այտենց Ադոլֆ Հիտլերն է եղել Եվայի հետ, այտենց Նիկոլա Չաուշեսկին է եղել Ելենայի հետ, նրանք ովքեր որ կապված են, ասենք բանը Ելենա Չաուշեսկուն փոխվարչապետ էր ամուսնու հետ պետությունը չնայած բարձրագույն կրթություն չուներ, բայց գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտն էր հիմա Աննան է, չէ Տգետների դպրոց էր բացել հասարակություն էր, ինքը էլ որ չգիտի որ ֆակուլտետն ավարտ, կենսագրության մեջ միտեղ գրած է ժուրնալիստիկա, միտեղ լրագրություն։ Երբ որ պետական համալսարան լրագրության ֆակուլտետ չի ունեցել ու չունի։ Ինքը գելա որ ինքն դե ավարտ է։ Ոնց է հնարավոր մարդը միտեղ սովորի չիմանա այդ ֆակուլտետի անունը։ Հիմա տգետների դպրոց է բացել, մարդկանց է կրթում, գիրք է։ Ասենք այսքան մարդ սաղ ինչ հանձնարարել են, կարդացել ենք մեր նախասենյակում, ով է նստել Կարապի լճում գիրք կարդալուց նկարվի։ Մատ իսկ արա երկրորդ մարդը բնության մեջ կա, որ մի հատ տեսանյութ սարքի երաժշտությունը մոնտաժելով դնի մի րոպեանոց, թե ինքը ոնց է ճռ արևին Կարապի լճի ափին, այդպես մարդ չկա, որովհետև գիրք կարդացող գրադարանում է կարդում։ Դա ասեն արևի տակ նորմալ մարդ կետ արևի տակ կնստի գիրք կարդա։
թատրոն, չէ, ներկայացում, սրանց ամեն ինչը տենց է եղել, ամեն ինչը։ Հիմա էլ կարան բեմականացնեն մի հատ քրեական գործ, չգիտեմ, Աննան հալածվի, բանանի։ Հրաշքելով կլինի Աննայի տեխնացությունը կառաջադրի իմպիչմենտի գործընթաց կսեն։ Կարա անի։ Պարոն Ղազարյան, տարածաշրջանում տեսնում ենք լարվածություն է, պատերազմ է, սակայն դրա ֆոնին մեր իշխանության ներկայացուցիչները արդեն նշեցին, որ կարկանդակ ու եգիպտացորեն ուտելով քարոզարշավ են անում։ Այս գործընթացը ինչպես է գնահատում քաղաքական եւ բարոյական տեսանկյունից։ Ուրեմն այդ ուրախ ավտոբուսի ուղևորներից մեկը այդ կուկուռուզ եւ բերաշկի ուտողներից Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր, որը այդ ավտոբուսի մեջ նստելուց 2 օր առաջ գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում եւ իր պաշտոնական հանդիպումների շրջանակներում հանդիպում ունեցել Իրանի պաշտպանության նախարար եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, որոնք երկուսն էլ զոհվել են այդ պատերազմի օրերին։ Այսինքն իր ավտոբուսում գտնվելու ժամանակ այդ մարդիկ արդեն զոհված են։ 2 օր առաջ հանդիպ, այսինքն այդ մարդկանց վերջին պաշտոնական հանդիպումը եղել է Սուրեն Պապիկյանի հետ։ Ես չեմ ասում եմ միայն այն իմաստով, որ պաշտոնական իմաստով չէ, որ պետքա ցավակցել, որ ինքը պաշտպանության նախարարը պատերազմա, ինչ ավտոբուս, ինչ մարշրուտնի, ինչ հեծանիվ, չէ, պիտի վերընես գործի տեղ ասենք դու ինչ ասես կարալնի երկրում քո սահմանների մոտ պատերազմը քո զորքը պիտի բերես պատրաստվածության առաջինային գլխավոր շտաբի պետը անտերի պես էլ է գնացել եսին որտեղա Եվրոպաների Գերմանիայում շտաբի պետի տեղակալը Միացյալ Թագավորությունում մեր երկրի սահմանների մոտ պատերազմը սրանք մեկը կուկուռուզատում են երկուս անտերի պես եսի ուր են գնացել ինչով են զբաղվում հələ դի պաշտոնական իմաստով եմ ասում մարդկային իմաստով չէ ասենք թե մի մարդու հետ կյանքում մի անգամ հանդիպած ես լսում ես այս մարդը մահացել է բան ես չէ ստրես ես ապրումներ ես ունենում չէ որ մարդուն անձնապես ճանաչում ես գիտես երիտասարդ 2 օր առաջ քո հետի շփված մարդը մահացածել է դու ասենք այնքան պիտի քո երեսը պատոշ լինի որ դու մարդկային բայց կարեկցանք չունենաս ասենք բերանդ բացես նես այն էլ հատուկ նկարվես այն էլ ինչ արածը չէ ուր ես գնում ինչի համար ես գնում ասենք 1000 մարդ 1000 բան խո մենք ամեն հաց ուտելուց խո չենք նկարվում չէ ասենք ամեն մի գործողությունը խո նկարահանման համար չի պարզա չէ որ դա բա մեր լրջությունը բա հիմա պատկերացրեք ասենք Իրանում են մարդիկ ովքեր ողջ են մնացել բայց այդ հանդիպումը կազմակերպելու հիմա նայեն սրան էս ավտոբուսը արա կասեն 2 օր առաջ սա ստես մարդկանց հետ հանդիպելը բա լավ մի հատ ցավ չի ապրում մի հատ բան ինչ է ասենք դրա վիճակը ինչա դրա կամ ասենք հենց նույն Փաշինյանը չէ որ գնացել էր այն ժամանակ Իրան նախագահի երթմանախոր ինքը հոգևոր առաջնորդի հետ հանդիպում բա գիտես այդ մարդու հեղինակությունը կշիռի հետ երկրում է ժողովուրդը ոնց ընդունում նման հանգամանքներ ընդ որում ոչ միայն ինքը կինը հարսը փեսեն թորները ասենք պաշտոնականից բացի նաև մարդկային մեծ ողբերգություն է չէ մի մարդու որի հետ դու շփվել ես բա լավ ասենք դու լավ իրավունք չեն տվել քեզ ինքնիշխանությունից ես խոսում որ անմիջապես ցավակցես օրերը անցնում մինչև համաձայնեցնում եք տենակ ձեզ կարելի է ցավակցել թե չէ ցավակցություն եք ուշացնում բա մարդկային զսպվածություն չունենաս դու այդ չեմ ասում որպես ղեկավարի պատասխանատվություն ցանկացած պահի ասենք Իրանը որ դեմ է եղել այդ թրիփին մինչև հիմա դեմ է Ամերիկայի հետ կռվում է այդ թրիփը ամերիկյան է Բա որ Ադրբեջանը վտանգ տեսա, որ այդ թրիփը չի իրականանալու, վաղը ցամաքային զորքերը մցրեց ամբողջ Սյունիքի մարզը գրավեց, ոչ բանակ ունես, ուր ես բերանդ բաց է վեր ենք այդ ավտոբուսի մեջ, ուր եք եթում, ինչ եք անում, բացարձակ պատա, ու ասեմ ձեզ այդ իմաստով շատ անկեղծ են, իսկ կանից իրանք տենց է, իրանց համար ինչ տարբերություն ասենք, Սյունիքը կգրավեն, չեն գրավի, կմնա, չի մնա, այդ իմաստով իրանք իսկականից շատ անհոգ են Այսօր չէ ազգային ժողովում ասենք ճեպազորույցներում Ալեն Սիմոնյանը բերանը բաց ասենք իր համար մենք խաղաղություն ենք թե որդուցա բեր այդ խաղաղությունը որտեղ է այդ խաղաղությունը ով է խաղաղություն երաշխավորը ինքն է պատերազմի մեջ Թրամփը չէր ձեր երաշխավորը որ պիտի խաղաղություն բայց Թրամփն է այսօր պատերազմը հրահրե ով ինչ խաղաղություն եք բերանները բաց հենց իր մոդելը ինքը ռեստորանը ավտոբուսը, պաշտոնը, ցինիզմը, հեգնանքը,
ու այդ իմաստով անկեղծ են, իսկականից իրանց համար ինչ, ասեք հիմա իրանք ոչ վտանգ են տեսնում, ոչ պատասխանատվություն ունեն, ասենք ինչ տարածքը կորցնենք, հետո այդքանը որ կորցրել են, ինչ մի հատ իրանցից զգում ես մարդ, որի պաշտոնավարման շրջանում երկիրը տենց կորուստներ ա ունեցել, տարածքայի, մարդկայի, միլիարդավոր դոլարների վնաս են տվել։ Մի հատ մանկապարտեզի պատերը իր գույնով ներկում են, սաղովեթում մտնում են դրա զուգարան նկարվում են, հլում են իրան։ Բելա հաշվիտես ինչեր են թողել սրանք թշնամուն, քանի միլիարդի հարստություն են թողել, քանի սերնդի աշխատանք, ջանքեր են թողել, ինչ վանքեր են թողել, ինչա։ Իրանցից զգացում է, որ իրանք ապրումներ ունենան։ Ասենք մի մարդ մի սխալ բան անում, չէ, գործի տեղը մի սխալ բան ես անում, կոմպյուտերը փչանում, այ մարդ դու վատ ես զգում, քեզ ղեկավարություն գալի ասում է ոչինչ, կսարքենք, խնդիր, դու ինքդ մարդկայնորեն վատ ես զգում, չէ, այ մարդ ասում է, ես չէի ուզում, էլի վնաս տամ, վնաս եմ տվել, քո կամքից անկախ, չէ, մարդ ես, չէ։ Սրանցից չի զգացում, որ հիմա եթե դա չեն ունեցել, հիմա էլ ասենք թե Սյունիքը կկորի, հետո ինչ, ասենք մի 50,000 մարդ է կմեռնի, ջաներս, այո, կմեռնի, կմնա, 3 միլիոն են 50,000 կմեռնի, մնացած կմնա։ Հիմա կմնա, հետո էլ կմեռնեն, թո հետո մեռնեն, ոչ ցավ ունեն, ոչ 100 տարի առաջվա զոհի ցավ ունեն, հիշատակ ունեն հավերժացնելու, ոչ հիմիկվանին ունեն։ Ու այդ իմաստով անկեղծ են։ Մասիսի նախկին համայնքապետ, պատիվ ունեմ խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանն առաջարկել է խորհրդակցություններ սկսել եւ քննարկել իմպիչմենտի գործընթացը։ Ինչ ակնկալիքներ ունեք դուք այս գործընթացում։ Ես ի սկզբանե այդ գաղափարի ամենամեծ ջատագովներից, կողմնակիցներից եմ եղել, չասեմ, որ այս քաղաքական process-ները ամենայն դեպս ժամանակագրորեն համընկնում են նաեւ մեր նախաձեռնաշարժման ակտիվության հետ եւ ես ուրախ կլինեմ, որ այդ ամեն ինչը տեղի ունենա եւ Համբարձումյանի հայտարարության մեջ էլ նաեւ անկեղծություն նկատեցի այն իմաստով, որ կարևորելով գաղափարը, նա ասում է, եթե որևէ մեկը կա, որ գաղափարին չի ոգևորում իրան պայմանավորված իր թեկնածության հանգամանքով, որովհետեւ այդպես քննարկումներ են, չէ՞ եղել, որ միգուցե լավագույն տեխնացուն չի եւ ինքը ասում է դա էլ քննարկման հարց, այսինքն դա դոգմա չի, օրենք չի, որ եթե նախաձեռնությունը սկսվել է իր տեխնացությամբ, ապա չի կարա դա վերանայվի, կարա նաեւ այլ տեխնացիոն լինի։ Եվ ես կարծում եմ, որ իմպիչմենտի իրագործման տեսանկյունից հիմա լավագույն ժամանակաշրջանն է հիմա, որովհետեւ մենք որ առաջարկում ենք այդ գաղափարը, դիմախոսներն ինչ էին ասում, չի, ասում էին, որ դժվար թե գտնվի ԿՊ-ում մարդիկ, падգամավորներ, ովքեր որ դեմ կլինեն։ Հիմա այս պահին, երբ որ այս նոր ընտրության process-ը սկսվել է, ԿՊ-ի հիմիկվա խմբակցության մեջ մեզ ընդհանրապես պետք է 20 падգամավորի աջակցություն այդ խմբակցությունից, էլի որ միանում։ Հիմա առնվազն 20-ից ավել մարդ կա, որ հիմա падգամավոր են, բայց հաջորդում նույնիսկ չեն էլ առաջադրվել։ Կամ որ հիմա падգամավոր են ընդե առաջադրվել են, բայց ասենք 160 համարն է։ 150 ընդե իրանց ներքին քվեարկությամբ, չէ՞։ Նշանակում է ԿՊ-ից 150 մարդ խո չի ընտրվել, պարլամենտ 101 հոգի է։ Նշանակում է, որ իրանք չեն ընտրվելու, չէ՞։ Այսինքն հիմա իրանք падգամավոր են, բայց հաջորդին падգամավոր չեն լինելու։ Նշանակում է իրանց կյանքը ճակատագիրը կախված է Նիկոլ Փաշինյանի բարեհաճությունից։ Կուզի միտեղ մի պաշտոնի կնշանակի, չէ, կուզի, օրինակ այն շիշ բռնողը հիմա եթե ես հասկացել եմ, որ իրան ազնապես չեմ ճանաչում, իր հետ չեմ շփվում, իր վիճակին տենելով, գիտեմ, որ այդ մարդը երբ որ մանդատը լիազորությունները падգամավորը ավարտեց, ձերբակալվելու է 100%։ Հիմա դատախազը չի գնում ազգային ժողով դրա հետևից, որ իզուր տեղը չէ, ասում եմ, քանի ամիս բան է մնաց։ Հիմա ինքը հասկացել է, չէ, եթե ես հասկանում եմ, կարծում եմ, որ պետք է ինքն էլ հասկացած լինի, որ իրան զոհաբերում են, չէ։ Հիմա այնպես չէ, էլի որ ինքը հիմա մի բան արել է, անցած տարի չէր արել նույն բանը, նախանցած տարի չէր արել։ Անցած տարի հովանավորություն ուներ, այս տարի արդեն իրան կործանում են։ Հիմա եթե իրան կործանում են, ավելի լավ չի ինքը իր կործանողին կործանի, քան թե սպասի իրան կործան, որովհետև այն ինչ որ իրան է սպասվում, դա հեշտ բան չի լինելու իր համար, չէ։ Իսկ եթե հիմա ինքը, նաև եթե իր ազդեցության տան կան այլ падգամավորներ, ինքը նախաձեռնի միանա անվստահության գործընթացին, Նիկոլ Փաշինյանին հեռացնե, փրկվում է, չէ՞, չեմ ասում որ երկիրն է փրկվում, նաև իր դեմքն է փրկվում, իր մարդկային կերպարն է փրկվում, չէ՞, ասում
առաջ միակ մարդը խոչի ինքը որ լնելու որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցն ա եղել, հետո հեռացել է դրանից, դարել է նրա դեմ պայքար։ Ամբողջ մեր ընդդիմադիր դաշտի 90%-ը Նիկոլ Փաշինյանի թիմակիցն էին 18 թվին։ Հիմա ռադիկալ տրամադրված գործիչներ են։ Հիմա ինքն էլ կարա տենց լինի, մյուսն էլ կարա տենց լինի։ Այն մարդիկ, ովքեր հիմա падգամավոր են ու հասկանում են կամ կարան հասկանան, որ իրանց ինքը կործանում է, հիմա լավագույն շրջանն է, որպեսզի նաև այդ մարդիկ գան միանան իմպիչմենտի գործընթացին եւ Նիկոլ Փաշինյանին հեռացնեն։ Եվ քաղաքական ուժերը կարծում են, որ պետքա այդ մոտեցման, այդ իմպիչմենտին շատ ավելի լուրջ վերաբերել։ Իրանք ասում են իմպիչմենտը անլուրջ է, մեկը քպնջ է, մեկը պարզվում է, որ իրանք լուրջ են համարում ընտրությունների միջոցով Նիկոլ Փաշինյանին հեռացնելը։ Այսինքն եթե լրջության ու անլրջության կշիռ կա, ընտրությունը իր իմաստով իշխանությունից նրան հեռացնելու առավել քան անլուրջ է, չեմ ասում ընտրություն ընդհանրապես, իր իշխանության օրոք դիկտատուրայի պարագայում, այդ ոնց նույնն է, ոնց որ մեկը Ադրբեջանում մտածի, որ ընտրությունների միջոցով Աղա Ալիևին հեռացնի։ Կամ Իրաքում մեկը մտածել, որ ընտրություն կլինի Սադամ Հուսեյնի հետս բանվոս կարա լինի։ Բռնապետություններում չի կարա ժողովրդավարական process տեղ ունենա։ Հետևաբար, եթե լրջության ու անլրջությանը առավել ծանր է լրջության աստիճանը, ստեղ ուժերը կենտրոնացնելուն։ Այս ուղղությունը, իսկ այդ ուղղությունը մաքուր իրավական տեսանկյունից անթերի անխոցելի, սահմանադրական, գաղափարապես հիմնավոր, ասինքն ոչ եմ ասում տենց վերացական օրենքում կարգում գրած կառավարությունը ծրագիրը չի իրագործում, պետք է նրան անվստահություն հայտնես։ Ու դրան ժամկետները չկա, ասենք ցանկացած ու կապ չունի, որ 6 ամիս հետո ընտրություն է, բա հիմա պիտի դրան իմպիչմենտ անես, որ 6 ամիս հետո ընտրությունը լինի, որովհետև ինքը որ մնաց իշխանության ընտրություն չի։ Եթե միջոցառումը կոչվում է ընտրություն, դա դեռ չի նշանակում, որ դա քաղաքական process է, որը հնարավորություն է տալի մարդկանց ազատ իրենց կամքը արտահայտեն, մասնակցեն քվեարկության, քվեարկվեն։ Հիմա ասենք թե ես դատանի որոշմամբ խոսքի ազատության սահմանափակումների տակ եմ։ Ես ոնց կարամ հիմա համարվեմ ազատ ընտրական գործընթացի մասնակից։ Երբ որ իմ ցանկացած խոսքը կարան ասեն դու խախտեցիր դատանի վճիռը եւ տանեն բանտարկեն։ Եթե ընտրական գործընթացի ամենաազդեցիկ գործիչներից մեկը Սամվել Կարապետյանը հիմա բանտարկված է իր տանը։ Բա մեկը մարդը ազատ շրջում է մարդկանց հետ, հանդիպում է իր ծրագրերն ներկայացնում, շփվում է մարդկանց հետ, թե գտնվում է տանը ու շփվում է հասարակության հետ փաստաբանի միջով։ Նույնն է այդ բանը։ Եթե չկա ուրեմն այդ ընտրություն չի, չէ՞։ Իսկ այս բոլորի ուժերի համախմբում իմպիչմենտի շուրջ հենց դրա համար է, որպեսզի հունիսի 7-ին ընտրությունը լինի։ Պարոն Ղազարյան, եկեղեցու դեմ արշավի այդ սկզբնական շրջանում նախ Աննա Հակոբյանը, վերջերս նաև Ալեն Սիմոնյանն ու Վահագն Ալեքսանյանը մեղադրեցին մանկապարտության մեջ մի շարք հոգևորականների, իհարկե անուններ չտալով, սակայն այդ մասով քրեական գործեր չկան հարուցված։ Ինչի մասին է սա վկայում։ Չի ստացվում, եթե Ալեն Սիմոնյանը, Վահագն Ալեքսանյանը գիտեն հանցագործության մասին, ենթադրյալ ու լռում են դրա մասին, իրենք եւս հանցագործություն են գործում։ Այո, դա ոչ թե չի ենթադրում, այլ օրենքով է տենց, այսինքն նայեք Ալեն Սիմոնյանը դոժ ռադիոկայանի որ հարցազրույց էր տվել, քանակը ոչ թե անորոշության մեջ ասում է 4 կամ 5։ Լավ, վերցնենք նվազագույն թիվը։ 4 ասում է եպիսկոպոսներ մանկապիղծ են, չէ՞։ Եթե ինքը գիտի որ 4-ն են, նշանակում է գիտի թե ովքեր են, հակառակ դեպքում կարող ասել, չգիտեմ, ես լսել եմ որ որոշները։ Եթե նա թիվ է ասում, նշանակում է գիտի թե ովքեր պետք է նրանք լինեն։ Մանկապարտությունը դա շատ ծանր հանցագործություն է։ Եվ եթե դու գիտես, որ կոնկրետ մարդ, այդ բանին դու հարցազրույցում չես ասում, բայց որ թիվ ես ասում, նշանակում է դու ինքդ ներսում քո համոզմունք ունես, թե նրանք ովքեր են։ Բա որ չես ասում իրավապահներ, այդ մարդիկ մնում են ազատության մեջ, նշանակում է շարունակում են զբաղվել մանկապարտությամբ, այսինքն դու խրախուսում ես այս հանցանքը, ուզում ես որ դա դեռ շարունակվի։ Բայց եթե գիտես, ուրեմն պիտի անմիջապես ասես, եթե գիտես չես ասում, դա քրեական օրենսգրքով համարվում է հանցագործություն։ Եթե դու չկա տենց բան, բայց ասում ես, նշանակում է դու զրպարտում ես։ Եվ զրպարտում ես ամենածանր մեղադրանքով ու վիրավորանքով։ Ինքը բոլորից դատի է տվել։ Ինձ 2 անգամ։
որ ես մամուլի հրապարակումները կարդում եմ, թե ինչա գրած մամուլում, ասում դու ինձ զրպարտում ես, ու դրա համար ինձ դատել են, ընդամենը կարդալու համար, թե ասենք Civil.net.am-ը ինչա գրե իրանց ջրվեժի ամառանոցի վերաբերյալ։ Ես Civil.net-ի գրածը վերարտադրում եմ, ինձ դատել են դրա համար։ Ու ինքը ասում դու զրպարտում ես, բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություն ես, ասում չի, ես թերթ եմ կայք եմ կարդած ընդամենը։ Իսկ ինքը նստած կամ հանցագործություն է թաքցնում, կամ հանցանքա գործում, ուրիշին է զրպարտում, մեկ այլ բան անում։ Էն էլ ինչ մանկապղծություն։ Հələ լավ է իր կայացրած որոշում հետ շեմը հաղթարել է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 1-ից թոշակները 10,000-ով բարձրանալու են, բայց ամիսներ առաջ էլ ասում էր, եթե 10,000 դրամով բարձրացնեն, թոշակառուն չի իմանա ինչպես օգտագործի։ Նախ ինչպես եք մեկնաբանում այս հակասությունը եւ արդյոք այստեղ իրավական մասով խնդրահարույց չէ հաշվի առնելով, որ բոլորին հավասարաչափ չի բարձրանում, հա, թոշակային մարդիկ, ովքեր ավելի շատ աշխատանքային այսպես ստաժ ունեն, ավելի բարձր թոշակ են ստանում, նրանցը քիչ եւ հակառակ, ովքեր քիչ են աշխատել իրենց կյանքում, ավելի շատ։ Չի ստացվում նաեւ այստեղ խրախուսում են չաշխատելը։ Դուք ձեր հարցը ձևակերպելուց առաջ ստացել եք որոշակի տեղեկություն, չէ՞, թոշակները բարձրացնելու վրա։ Կարաք ինձ ասեք ձեր տեղեկատվության աղբյուրը։ Կարծում եմ իմ եւ ձեր տեղեկատվության աղբյուրը նույնն է։ Տելեգրամում Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութը։ Ոչ մի իրավական ակտ մինչ օրս չի ընդունվել թոշակները բարձրացնելու վերաբերյալ։ Որ կատեգորիայի մարդկանց, որ ասում են Արսեն Թորոսյանը օրինակ հանրային հեռուստաընկերությունում, մինչև այսքան թոշակ ստացողին է, այսքան կավելան ենք, պետք է քերեսի այստեղին ո՞րց է կարդացել դա։ Ոչ միտի դա գրած չի։ Ոչ միտի։ Այն դեպքում, երբ որ խոսքը վերաբերվում է մոտարապես 80 միլիարդ դրամին տարեկան, իսկ մեր երկրում, ոնց որ աշխարհի մնացած պետական բոլոր ծախսերը իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։ Պետական բյուջեն ոչ թե մի հատ կաթսայա, որտեղ տանում են բագաժնիկով փող են լցնում, այլ պետական բյուջեն օրենք է, որը ընդունվում է։ Պետական բյուջեն ըստ սահմանադրության ընդունում է միայն ազգային ժողովը։ Պետական բյուջեում, եթե որոշակի ծախսերի կրճատում կամ ծախսերի ավելացում է իրականացում, դա իրականացում է միայն ու միայն բյուջեի մասին օրենքում փոփոխություն կատարելու միջոցով։ Դրանից բացի մենք ունենք բյուջետային համակարգի մասին օրենք, որտեղ ասում է, թե պետական բյուջեն ոնց է ձևավորվում։ Ըստ դրա կա միջնաժամկետ ծախսային ծրագիր, որը եռամյա կտրվածքով կառավարությունը 3 տարի առաջ, այսինքն հիմա հաստատում է առաջիկա 3 տարիների միջնաժամկետ ծախսային ծրագիրը, թե հիմնական ծախսերը ինչ պիտի լինեն, որի հիման վրա մշակվում է ամեն տարվա բյուջեի նախագիծը։ Հիմա որպեսզի ապրիլի 1-ից թոշակը բարձրանա, այդ պիտի հաստատված լինի երկրի պետական բյուջեի հակառակ դեպքում չի կարող լինի։ Հիմա բյուջեում վերջին անգամ բյուջեն 26 թվի բյուջեն հաստատել են 25 թվի դեկտեմբերին։ Էլ բյուջեի վերանայում չի եղել։ Հիմա հարց առաջանում, բայց եթե բյուջեի մեծ ծախսը ազգային ժողովը համաձայնություն, իսկ բյուջետային քննարկումները գիտեք ինչ է, նախ պետք է խորհրդակցություններ լինի, կառավարությունում, ընդ որում բյուջեի նախագիծ եւ փոփոխությունը այն բացառիկ օրինագծերից է, որի օրենսդրական նախաձեռնությունը պատկանում է միայն կառավարությանը։ Իսկ պատգամավորը չի կարող նախաձեռնել։ Կառավարությունում պիտի կոմիտեի նիստ լիներ, կառավարության նիստում հավանություն արժանանար բյուջեի փոփոխության նախագիծը, ուղարկեին ազգային ժողով, ազգային ժողովում լիներ հանձնաժողովի նիստ, հանձնաժողովը պիտի դար դրական եզրակացություն, հետո պիտի գար ազգային ժողովում քննարկվեր առաջին ընթերցմամբ, երկրորդ ընթերցմամբ, երրորդ ընթերցմամբ եւ նախագահը պիտի այդ ինչ որ ասում եմ դրանցից ոչ մեկը տեղի չի ունեցել։ Տեղի է ունեցել մի հատ Նիկոլ Փաշինյանի հեռուստատեսային ուղերձ, որտեղ ասում եմ մենք թոշակները բարձրացնում ենք 10,000 ու դրանից հետո ինչքան իշխանական գալստու կապող կազմա թոշակները բարձրացնում, թե ոնց է բարձրացնում ես չգիտեմ։ Ու հետն էլ ասում են որ դա իրականացվելու է կառավարության պահոստային ֆոնդից։
Բյուջետային համակարգի մասին օրենքով պահոստային ֆոնդը նախատեսված է չնախատեսված ծախսեր իրականացնելու կամ նախատեսվածը լրացուցիչ ֆինանսավորելու, ասենք օրինակ ենթադրենք մի հատ դպրոց պիտի կառուցեին, նախատեսել են այդքան գումար, 10 միլիոն դրամ պակասել է վերջինը, 10 միլիոնը պահոստային ֆոնդից հատկացնում են։ Չգիտեմ, միտեղ ջրհեղեղայել են, նախատեսված չէր, պահոստային ֆոնդից գումարները, ընդ որում պահոստային ֆոնդի չափը տոկոսային հարաբերակցության բյուջեի նկատմամբ օրենքով սահմանված, այսինքն չի կարա բյուջետը լինի 8 միլիարդ դոլար, որից 6 միլիարդը պահոստային ֆոնդ։ Բյուջեի հիմնական ծախսերը պիտի պլանավորված լինեն ու հաստատված լինեն, փոքր մասն է, որ թողնված է պահոստային ֆոնդին։ Հիմա ես ինչ եմ այս ամեն ինչով որպես նաև տնտեսագետ, որպես պետական ոլորտում աշխատած մարդ կռահում, որ եթե սա ասում են ընտրություններից առաջ եւ ասում են պահոստային ֆոնդից, ես կռահում եմ, տենց եմ տրամաբանում, կարծում եմ, որ տենց էլ լինելու է, որ ասում են ապրիլի 1-ից բարձրացնելու են, նշանակում է այդ բարձրացածը պիտի վճարեն արդեն հաջորդ ամսվա սկզբին, կվճարեն մայիսի սկզբին։ Այդ մի ամիս կվճարեն, մի հատ էլ հունիսի սկզբին կվճարեն, հունիսի 7-ին ընտրությունն է։ Հուլիսին էլ չեն վճարի։ Այսինքն զուտ ընտրության նախընտրական։ Այդ 10,000 դրամ էլ է, նոր է 10,000 դրամը շրջանառում, որ թվից են ասում դրակաշարք 10,000-ը։ Եվ պարոն Ղազարյան, վերջում գիտենք, որ կա դատարանի որոշում, ըստ որի ՔՊԱ-կան Արթուր Հովհաննիսյանն ու Ռուստամ Բաքոյանը պետք է ձեզնից ներողություն խնդրեն, բայց չեն խնդրում։ Ինչ եք պատրաստվում անել։ Ոչ թե պատրաստվում, այլ վաղուց անում եմ նորմալ, դրանք իմ ձեռից պրծում չունեն։ Դատանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելը քրեական օրենսգրքի 507 հոդվածով համարվում է հանցագործություն։ Ես հաղորդում եմ տվել հերթականությամբ սկզբից Ռուստամներ Բաքոյան, հետո Արտուր Հովհաննիսյան։ Հաղորդում եմ տվել գլխավոր դատախազին, ուղարկեցին մինչև դենքը, որ վեդիում է գրանցված, Արարատի մարզի քնչական վեդի բաժին գնաց, քնիչը մերժեց վարույթ նախաձեռնելը քրեական։ Լրիվ անհասկանալի։ Բողոքարկեցի մարզի դատախազին բողոքը մերժեց։ 3-4 ստացել եմ Արարատի Վարուժձորի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատանի որոշում, դատանում հաղթել եմ։ Եվ դատանը պարտավորեցրել է, որպեսզի նախաձեռնեն քրեական վարույթ։ Հետևաբար պարտավոր են նախաձեռնեն վարույթ Ռուստամ Բաքոյանի դեմ։ Ավելի ռացիոնալ որոշում էին կայացրել Երևանի Շենգավիթի քնչական բաժնում, Արտուր Հովհաննիսյանի մասով երբ որ տվել էին, նրանք առանց ավելորդությունների, այսինքն բարեխղճորեն քննիչը կատարել էր իր պարտականությունը եւ նախաձեռնել է քրեական վարույթ եւ ես ճանաչվել եմ որպես տուժող եւ հիմա իրականացում է վարույթ։ Եվ քանի որ վարույթը ես սրա մասին շատ մանրամասներ չեմ կարող հայտնել, բայց մամուլից տեղեկացա, քանի որ այդ խնդիրը հանրային մեծ ուշադրության կենտրոնում է, Ազատություն ռադիոկայանը հարցում էր արել Արտուր Հովհաննիսյանին, ու սա պարզաբանել էր, խոստովանել էր, որ նա չի կատարել դատանի վճիռը, ես այդ ամեն ինչը միջնորդություններով ներկայացնում եմ քննիչին, որ գործի նյութերում արկա լինել, այս իր հարցազրույցները բաները սա, որ գործի նյութերում հետագայում իր ցուցմունքների հետ համադրվի, ապացույցների համադրությունը ճիշտ արվի։ Ասում է դատանը հաշվի չի ասում, ես ո՞ս պիտի ներողություն, ոնց գրածա դից պիտի անես, ասենք, ո՞ս պիտի անես։ Ասում է ազգային ժողովը կողմ չէ, անմիտ է դե Արթուր Հովհաննիսյանն էլ ասում է։ Ինչը գիտեք, չէ՞ որ մինչև падգամավոր ընտրվել է 0.24 գրամ դեղնականաչավուն զանգվածով տարբեր է քանակեր զեյթունի ոստիկանություն դից քնչական։ Չեմ կարծում որ դա ուրց է եղել կամ նանա։ Դեղնականաչավուն է, բայց իր ապարագայում դժվար թե դա ուրց էլած լինի։ Երևի դաղց կլներ։ Կամ կոտեմ։ Չորացրած։ Հիմա էդի ասում է ազգային ժողովը վարույթի կողմ չի, ասում է դատավարության, որ ինքը իմ ելույթը, բայց որ դատաները վճիռ են կայացնում, ասում է տար 5000 տպականակ ունեցող մամուլում հրապարակ, ხო չի նշանակ, որ 5000 տպականակ ունեցող թերթերը դատավարության կողմ են ելել։ Դու քո տեսանյութը ոնց որ դատանը պահանջում է, պարտավոր է տեսագրեիր, տաներ հանձներ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին ասել խնդատան ես ինչ որոշման համաձայն խնդրում եմ ազգային ժողովի YouTube-յան ալիքում հրապարակեք ոնց որ գրած է եթե դու դա արած կլներ ազգային ժողովը չէր հրապարակի ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին այսօր կանչեին քրեական պատասխանատվության դատանի որոշումը չկատարելու համար
Բայց ինքը խոստովանեց, որ ինքը չի պատրաստ է տեսանյութից, ինքն է հրաժարվե դա կատարելուց։ Դե հիմա հրաժարվելը մեծ չի կարծեմ, ընդ եթե պաշտոնյա ես ու պաշտոնի դիրքով ես բաներ, իսկ իր դեպքում տենց է էլի, որովհետև ինքը գիտի, որ ինքը падգամավոր է, անձեռնմխելի է, չեն կարա իրան քրեական պատասխանատվության ենթարկեն առանց ազգային ժողովի համաձայնության։ Իսկ ազգային ժողովը մեծամասնությունը իրանք են, ինքն էլ այդ խմբակցության քարտուղարն է, այսինքն ակնհայտ պաշտոնական դիրքն է, որ իրան մղել է այդ հանցանքը գործելուն։ Դա երկրորդ մասն է, շատ չի պատժի չափը, կարծեմ մինչև 2 տարի է ազատազրկումը, դե ինքն էլ տղա է, կարծեմ իր համար տենց մեծ խնդիր չի լինի 2 տարի արժանի պատիժը գրի։ Նույնը վերաբերում է Ռուստամ Բաքոյան։ Իդեպ ասեմ, ես նաև բացի այս իրավական գործընթացները, նաև դիմել եմ ազգային ժողովի 3 խմբակցություններին, որպեսզի էթիկայի հանձնաժողով ձևավորեն այս երկու падգամավորների համար, որ բացի դրանից, որ իրանք падգամավորին ոչ վայել վարքագիծ են դրսևորել, վիրավորել են մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին, տապալել են հանձնաժողովի նիստը, այդ ամեն ինչից բացի նաև հրաժարվում են մեր երկրի դատանի Հայաստանի Հանրապետության անունից կայացված որոշման պահանջ կատարեն։ Ընդ որում Ռուստամ Բաքոյանի մասով շատ ավելի խոցելի է վիճակը։ Իհարկե այս մեկը խմբակցության քարտուղարն է, երկուսն էլ իդեպ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի անդամ։ Մեկը հիմա հանձնաժողովի նախագահի պարտականություններ կա։ Ռուստամ Բաքոյանը արտոնությունով ընտրվել падգամավոր։ Երկրորդ ցուցակով ընտրվել որպես եզդի համայնքին, այսինքն ինքը իր այդ անթույլատրելի պահվածքով ոչ թե իրեն է վարկաբեկում, ինքը տենց հեղինակություն չունի, որ վարկաբեկվի։ Ինքը իր անթույլատրելի պահվածքով վարկաբեկում է մեր հասարակության եւ ժողովրդի մեջ շատ մեծ սեր եւ հարգանք վայելող եզդի ժողովրդին, որովհետեւ ամբողջ եզդի համայնքը ազգային փոքրամասնությունը մեր հասարակության մեջ ազգային ժողով ներկայացած է միայն Ռուստամ Բաքոյանը, որը փաստացի խուլիգանական պահվածք է դրսևորում եւ խախտում է մեր երկրի օրենքներն ու դատանի որոշումները։ Սա անթույլատրելի է նաեւ այդ տեսանկյունից։ Եվ ես դիմել եմ ազգային ժողովում, որպեսզի նաև էթիկայի հանձնաժողովները ցավոք սրտի նույնիսկ մեր ընդդիմադիրները ակտիվություն չեն ցուցաբերում այդ գործընթացը առաջ մղելու եւ հանձնաժողովներ ձևավորելու հարցում։ Բայց կապ չունի, ես հետևողականորեն, այսինքն Արտուր Հովհաննիսյանի մասով փաստում ենք, որ քրեական վարույթը կա եւ նա ասես տենես պատասխանատվության, այսինքն եթե նա նույնիսկ հիմա էլ ներողությունը խնդրի, դա դատարանը կարա հետագայում իր նկատմամբ պատժի չափը սահմանելուց որպես մեղմացուցիչ հանգամանք դիտարկի, որ ի վերջո դա ավելի պարզ, ավելի կմեղմացնի պատիժը, քան որ ընդհանրապես հրաժարվի կատարելուց բոլոր դեպքերում, չէ՞։ Եթե ընդհանրապես հրաժարվի, 2 տարին է։ Եթե ուշացումով ներողությունը խնդրի, կարան 6 ամիս տան կամ մի տարի ազատազրկում տան կամ չգիտեմ, դատարանը ոնց օրենքը պատժի չափերը տարբեր է։ Բայց այն որ արդեն ինքը պիտի ենթարկվի պատասխանատվության, որովհետև արդեն ժամկետներն անցել է ու չի արել, անխուսափելի է, այսինքն այդ վարույթը չի կարա կարճվի տրամաբանությամբ։ Իսկ որպեսզի նա մեղադրանք առաջադրվի, գլխավոր դատախազը պետքա գնահազգային ժողով միջնորդի, որ նրանք անձեռնմխելիությունից զրկվեն։ Մինչև հիմա գլխավոր դատախազը հիմիկվանը գնացել է Տարոն Մարգարյանի անձեռնմխելիությունից զրկելու հարցով, Սերյան Օհանյանի, Արթուր Սարգսյանի, Արծվիկ Մինասյանի, Հովիկ Աղազարյանի, ինձ հետաքրքիր է, ընդ որում Հովիկ Աղազարյանին արդեն այդ հեռախոսի իր գրագրությունը ԿՊ-ի վարչության նիստում քննարկելուց հետո էլի, WhatsApp-ի պահանջներ չկատարելուց հետո, դրանից առաջ չի գնացել։ Ինձ հիմա հետաքրքիր է գլխավոր դատախազը երբ է։ Ես ճիշտ ասած այսօր քարորի էր սկսում, ես մտածում եմ, որ ինքը այսօր արդեն պետք է այնտեղ գնա այդ միջնորդության, որովհետև այստեղ շատ վարույթ իրականացնող մարմինը շատ գործողություններ չունի անելու, այսինքն այդ իրենց հանցագործություն չի էլի, որ նստեն, բաներ պարզեն։ Ենթադրել հանցագործություն կատարած անձը կա, դատանի վճիռը կա, ընդամենը մի հոգի է հանցագործություն կատարած անձը, այսինքն պետք չի էլի խումբ չի եղել, կապեր չեն ունեցել, որ այդ համ պարզեն ով է եկել, քշեր եղել, կամերաները վերցնեն, այդպես բաներ չկա։ Դատանի վճիռը կա, Արթուր Հովհաննիսյանը կա, ես կա, ուրիշ բան չկա, այնտեղ պետք չի։ Ապացույց ինքն էլ խոստովանում ասում, այո, ես չեմ կատարել, դե որ չես կատարել ջանդ սաղելի։ Շնորհակալ եմ պարոն Ղազարյան զրույցի համար։ Իմ հյուրն էր Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը։ Կհանդիպենք։